Բարի տեսօր, սիրելի հետևորդներ ջան, իմ օրվա գործերն արել եմ, մի երկու շոր կայել, ուզում եմ ցույց տալ, պատրաստվում եմ նաև տաթևից դիմավորելու, եթե հիշում եք, ասել եմ, որ այս շաբաթ պետք է գա հարսանիքի, այս մի շորը տոպրակից հանել եմ, մի հատ էլի բարձրացնեմ, ուզում եի այս ձևով ցույց տալ, ավելի մոտ պահել, կապիշոնով, աշնանային հարմար, փափուկ շորա, այս իմ համար է, սիրելի հետևորդներ ջան, արդուկելուց հետո սա եմ ուզում հագնել այսօր, հիմա սա մի կողմ, ու տաթևիս շորն եմ ուզում ցույց տալ, որը մյուս շաբաթ որ եկել էր, հետը բերել էր, քանի որ պետք է լվամ, արդուկեմ ու պատրաստեմ, խոսքով այս կարևոր գործը, որ չի արել, այսօր պետք է անեմ, այսօր էլ ինքը իր աշխատանքից հետո նոր կգա, ուշտեղ կհասնի, սիրել հետևորդներ ջան, այս սենց դե գիտեք, որ նման հագուստները, նման շորիկները, սենց ասեմ, ավելի շատ հագած վիճակում է ինքը ավելի լավ ցուցադրվում, Որոշեցինք անպայման լվալ, քանի որ հենց փաթեթավորումի մեջ մի տեսակ շատ էր ճմրթված, նկատում եք երևի, և սրա արտիկոլը տաթևից կասեմ կթողնի, ես հիմա ուզում եմ տանել մեքենայով լվանալ, ցածր ռեժիմի վրա, այս վզի մասնա, այս ձևով կոճկվելու է, սիրել հետևորդներ ջան, մի խոսքով շատ սիրում, Արիորդիկի շորիկա կհակնի և ցույց կտա ձեզ իր հագին, բայց մի հատ էստեղ էլի փռեմ, ինչպես որ իմ շորը փռեցի, ամեն դեպքում, այս բացվածքն ունի, նաև պիտի հարթուկեմ, արդուկելու ընթացքում, էլի ցույց կտամ, ուզում եմ նաև կոշիկները ցույց տալ, թե ինչ կոշիկների հետ է հագնելու, որը նույնպես նոր է, հիմա բացեմ, նաև մի փոքր շտապողական եմ, քանի որ այլ ուրիշ կարևոր գործեր ունեմ, որ պետք է հասցնեմ, այս իր կրունկների այս մասնա, որ միշտ ունենումա չէ, երկրորդը շատերի ծանոթ կլինի, բացեմ, և մի անգամից տուփի վրա կդնեմ ու ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, այս տոպրակներն էլ ես կշահեմ, կպահեմ եկող տարվա խաղողի համար, այս կողմից դնեմ, սպիտակի վրա դնեմ, թե կարմիրի վրա, որ լավ երևա, այս կոշիկների հետ է հագնելու այդ շորիկը, այսպես, Ես էլ մի ժամանակ շատ բարձր կրունկներով էի հագնում կոշիկները, բայց վերջերս արդեն բոթասին եմ սովորել, սիրելի հետևորդներ ջան, շատ սիրուն կնայվի այդ գույնի շորիկի հետ, կսպասեմ տաթևից գալուն ու այդ ընթացքում լիքը կարևոր գործեր ունեմ, հուսամ կարող եմ միանալ ձեզ և ձեր հետ էլ զրուցել, մի հատ էլ մկրատը բերեմ, շորիկի պիտակը պոկեմ, ու ասենք շնորհավոր լինի մեր տաթևին, մի ժամանակ սիրում էի նման պիտակները պահել, բայց էլ չեմ պահում, շնորհավոր լինի իմ տաթևին, այսպես սիրել հետևորդներ ջան, հիմա սրան տանեմ լվալու, Այս մի շորն էլ արդուկելով, սրա պիտակն էլ պոկեմ, այս մի կողմ, տենանք այս որտեղից է գալի, այս բուլավկայով է, բուլավկա էլ չի, այս հենց կախիչի նման ինչ-որ, ու այդ տիպի, չեմ ուզում այս մասից կտրեմ,
Տենանք, որ մասից հա դուրս գալի։ Հա, եղավ։ Այսինչ։ Լավ կամ բաց թողանք։ Պիտակի թելն էլ կտրենք։ Այ։ Այս էլ ինչ շնորհավոր։ Այ հիմա արդեն կարամ տանեմ այս արթուկելու։ Նորից ցույց տամ։ Այստեղ գրպաններով շատ եմ սիրում, որ աշնան հագուստը հատկապես գրպաններով է լինում։ Այս էլ լվալու։ Ես եկել եմ արդեն տանեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ երեկոյան ժամերին հասցրել եմ հավերիս ցորենա բանալ տվել եմ ապահովել, որ կարենամ հանգիստ գործ անեմ։ Այդ կերեսն էլ չորացել է, ես մի հատ լույսը միացնեմ, ճիշտ է դեռ մութը չի, բայց տան մեջը մութ է ցույց տալիս։ Հա, այդ կերեսն էլ լավն է։ Մի քանի ճաղի վրա սենց բացած փռել եմ, հետո ստյարևը, որ պատուհանից ընկնում է, ամեն մի շորն էլ շուտ է չորանում։ Բայց քանի որ ուզում եմ խոնավ արթուկ անեմ, որ լավ վերցնի, մի հատ սենց հավաքեմ, ծալեմ։ Այդ ընթացքում էլ այն մի շորս էլ եմ լվացել, ասեմ, միացրել եմ ու մեքենայի մեջ թողելու գնացել եմ, քանի որ էլ ժամանակ չկար։ Այս մի հատ տանեմ սեղանին ու գամ արթուկի սեղանին։ Ու արդեն այս մի շորս։ Այն որ ասի մենակ արթուկ կսեմ ու հերիքա, կհակնեմ կգնամ, բայց չգիտեմ, ինչ որ թենց բան էլ չկար, բայց մտքովս անցա, որ լվամ էլի, խիել չէ։ Լվանալիս ճիշտ երեսի վրա եմ լվանում, սիրելի հետևորդներ ջան, ես կընկալնեմ, որ միջանցքի դուռը բաց է, այն կողմից դեռ լույսը ավելի լավ է գալի։ Մի հատ էլ թարս երեսի վրա, այս իմ սովորությունն է։ Ամեն մի շոր էլ լվանալիս ճիշտ երեսի վրա լվանում եմ, ձեռով էլի թե մեքենայով էլի, թենց եմ անում։ Հետո նոր փռելիս այս են շրջում եմ, մի հատ էլ սենց թափ եմ տալիս ու փռում եմ։ Էլի կա շորեր, որ պետք է լվանա, բայց հանդաթևի շորն եմ առանձին լվացել։ Նախորդ պատրաստ եմ էլի, որ էլ միացնեմ արդեն, արդեն այս մի երեսի վրա փռեմ ու նոր կպտտեմ երեսը, որ իմ անցուդարձին չխանգարե։ Գազի պեչը, որ միացրել եմ, հա, լավն էր, երեք չեմ մրսել, առավոտն էլ, որ արևային էր, էլի չեմ միացրել, բայց մի քիչ էլ կմթնի, նոր կմիացնեմ, որ տանքելս կատենան տունը տակա։ Այդ մի երկու շորն էլ կհավաքեմ, կլվանամ մեքենայով, ստեղ ինչ կա դրած, ես էլ լվանալու շորեր, հետո բայց Սիման աչքովս չի ընկել, Սիմա, դրներ ինչ կար, կարող է ստի է մնացել, հա, էլի, դու ավազակ, այդ էլ իմ Սիման, ինչ է ուզում անեմ, հա, գնամ մի հատ բաժակ բերեմ, այդ անձրևը որ եկավ չէ, մազերս դեռ խոնավ, ճամփիկեսը անձրևի տակն եմ ընկել, քանի որ գնում էի, անձրև գալու սենց տեսարան չկար էլի, ինչ որ մարդու մտքով չեր անցնի, որ կարա անձրև գա, ճամփիկեսը հասամ, ունել ամբը սկսեց կրկորալը, այն որ կարունքներ ամբը տենց կրկորում է, այ ասի, սել ավտի գալ, վերջը մի քիչ հետո մի թեթև էլ քամի արավ, հետո անձրևը սկսվեց, հետո որ արդեն իմ տուն գալու ժամն էր, մի քիչ էլ սպասեցի, ասի լավ, դե որ առանց ոնցիկ եմ, մի քիչ էլ սպասեմ, բայց թե ոչինչ, հետո տեհա որ արդեն կամացացավ, ասի ավելի լավ, մազերիս օգտակար կլինի, դեռ մազերիս խորքը, խոնավությունը մնում է։ Նաև միտք ունեի մազերս արթուկ վենով արթուկ եմ նոր գնամ,
Ոնց որ ամեն բան սրտովս էլ ավելի, որոշեցի չարի, սենց մարդու սիրտը զգում ա, չէ, լավն ա, դե լավ, շատ լավ ա, որակը լավանում ա, գնամ բաժակ բերեմ, որ կոֆե խմենք։ Որոշեցի կոֆես իմ սիրելի վայրում խմել ու պատուհանից նայել։ Շատ գործերի մեջ, որ լինում ենք, սիրելի հետևորդներ ջան, կոֆեի հուրը ոնց տվեց է այդ գոլորշին։ Դե որ ցուրտ տալում օդը, արդեն գոլորշին ավելի շատ ա, չէ, ինքը նկատելի երևում մեր աչքին։ Թե գալիս եմ այս անկյունը, նայում եմ իմ լուսամուտից, հեռուներին, հետո ամեն մի հոգնածություն անցակենում։ Դուք էլ նայեք ու թող ձեր հոգնածությունն էլ անցկենա, սիրելի հետևորդներ ջան, կոֆեն հանգիստ ձևով վայելենք, որ կարենանք էլի գործեր անենք, քանի որ երբեք մեր գործը չի վերջանում։ Հեսա անձրևն էլ եկել ա, սաղ հետքեր ա թողել, շատ էր վարար էլի, նոր էի սրբել, ու էլի պետք ա սրբեմ, մարդը քանի ապրում ա, անվերջանալի գործերը կան ու կան, մենք պետք ա դասավորենք, մի պահ հետ կանգնենք, դադար առնենք, որ կարենանք էլի նոր ուժով մեր գործերը առաջ տանենք։ Անցել ա որոշ ժամանակ, սիրելի հետևորդներ ջան, ես էլ իմ գործերը վերջացրել եմ ու անցել եմ Տաթևի շորը արդուկելուն։ Երևի մի կես ժամ ավել ա զբաղված եմ այս շորը արդուկելով։ Ինքը համ շատ փափուկ նուրբ ա, սահուն կտոր ա, այնքան նուրբ ա, ուղղակի իր անրբությունից մատերիս մեջ հալվում ա։ Ստեղ իրա պիտակի վրա գրած ա, մի րոպե, բացեմ այդ մասը։ Փեշերի մասը մեծամասամբ հարթեցրել եմ, հեսա։ Վիսկոզա մեծամասամբ, 11% էլաստիկ կա ու մեծամասամբ մատերիալը վիսկոզա։ Շատ դուրս եկավ մանավանդ գույնը, որ ինքն իրանից սենց գույներ ա փոփոխում։ Մուգ երկնագույն, ես կասեի, փայլում թեթևակի, ու այդ իր անրբության հետ ինքն իրանից շողշողուն ցոլքեր ունի մի տեսակ, փայլը չի էլի, դա ուղղակի վիսկոզը ինքը փայլուն մատերիալ ա, դրան էլ գումարվում ա էլաստիկությունը, ես համ ձեր հետ զրուցում եմ, համ իմ առած բաց թողումներն եմ մի հատ վերանայում, ինչ եմ ուզում ասեմ, որ շատ դժվար ա բացվում այս կտորը, ճիշտ ա դեռ խոնավություն ունի, ծալել էի, տարել մյուս սենյակում էր այս սեղանը, ու քանի որ հիմա ձևափոխություններ եմ կատարել, այս սեղանն էլ եմ բերել միջանցք, մի խոսքով, լիքը գործեր եմ արել ծանր, ու ընդհանրապես, երբ որ ես անցնում եմ արդուկանելուն, դե նստած ենք արդուկանում մեծամասն, ես որ նստած եմ անում, շատ պատահական, որ ոտքի վրա եմ արել հարթուկը, եթե սեղանը բարձր ա եղել, հարմար չի եղել, որ նստած վիճակով անեմ, բայց քանի որ այս սեղանը հարմարավետ էր սենց, ես էլ նստել եմ ու համ իմ արդուկն եմ անում, համ էլ հանգստանում եմ զուգահեռաբար, այս կողմերը լավ ա, հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ ինքը մի քիչ իր մոդելով բարդ տեսակ ա, որ մի անգամից նենց ցույց տամ առանց շորը հագնելու, դե դժվար ա իր ընդհանուր մոդելը ցույց տալ, չէ, այստեղ մեջքի մասում երկար ցեպ ա գնում, հիմա մի հատ ուզում եմ փակեմ, որ նորից ավելի մոտից մոդելը ցույց տամ, այս կոճակներով ամրանալու ա ստեղ,
վզի մասն է, թևերը սենց մեծ բացվածք ունի, ու այս մոդելը յուրահատուկ ձևի դուրս եկավ, քանի որ ինչ-որ տեղել հոգեհարազատ է, կհիշեք շատերը օրինակ մեր տարիների այդ մոդելները, որ ասում էինք թափովի, կամ ասում էինք թափովի վարատնիկ, այս մասը, դեկոլտեի մասը թափովի գալիս է ու արդեն փեշերը փռվում։ Շատ հետաքրքիր է։ Ուղղակի այս պահին ցույց եմ տալի, քանի որ չգիտեմ էլի, դա թևս, որ արդեն պատրաստվելու ժամանակը գա, շատ արագի մեջ այդ ամեն բանը արվելու, ժամանակը շատ կարճ լինելու, դե արդեն այս ժամին դեռ տուն չի հասել, պետք է գա, հանգստանա, մի քիչ էր, որ հատկապես այսօր ինքն էլ աշխատանքի ա եղել, սիրել հետևորդներ ջան, առավոտներ շուտ, մինչև կպատրաստվի, չգիտեմ, տրամադրված կլինի, ձեզ միանալ թե չէ, դրա համար ամեն դեպքում ես ուզեցի իմ Տաթև ես սիրուն զգեստը ձեզ ցույց տալ, ավելի մանրամասը, գիտեմ, որ կհետաքրքրի շատերիդ, ես դրա համար, իսկ եթե Տաթևը կուզենա, որ ինքը ձեզ միանա ու հագած վիճակով էլ ցույց տա, շատ բարի, ես էլ ուրախ կլինեմ, դուք էլ, այ հիմա այստեղ, որ նախքան լվանալը ցույց տվեցի, չէ, որ հենց ի սկզբանե ինքը մի տեսակ շատ ճմրթված էր, նույնիսկ լվանալուց հետո այդ գծերը չի թուլացել, ասեմ նաև, որ արդյունքով նաև շատ դժվար է բացվում։ Հակառակ կողմից եմ արդյունքը կսում առանց կտորի, նախորդ մի հատ ստուգումներ եմ կատարել, հետո արդեն համարձակ ձևով հակառակ կողմից արդյունքը սահեցնում եմ։ Կտորը դեռ խոնավ է, չնայած արդյունքի մեջ էլ եմ ջուր լցրել, որ եթե նկատեմ, տեսնեմ պետք է, մի հատ էլ պար խփեմ, երբեմն էլ ամբողջ ուժով սեղմում եմ այս գծերի վրա, առանց քիթը մտցնելու այդ նուրբ բարակ ծալքերի մեջ, ինքը սենց մեծ է, բայց շատ թեթև է, քիթի կսուր, փորի կլայն ու ձեռքի շատ հարմարավետ է։ Ամենացածր ջերմաստիճանի վրա եմ պտտել, որ հանկարծ տաքությունից ինքը չհավաքվի։ Երբեմն էլ, ասենք մինչև ուղղումներ եմ կատարում, դե այդ ընթացքում տաքանում չէ հարթուկը, որ այսպես դնում եմ ու հետո ուղղումներ եմ կատարում, մինչև որ կբերեմ, որ կսեմ այս շորին, մի հատ ադյալի վրա, այսպես պտտում եմ, որ այն իր հիմնական ուժեղ տաքությունը ադյալը վերցնի, ընդհանրապես դա իմ զգուշության համար եմ անում, որը միշտ էլ շատ կարևոր է, հատկապես սենց նուրբ շորեր արդյունքելիս պետք է շատ ներփանուկատ ու զգույշ վարվենք։ Տունը լավ տաքացել արդեն, գազի պեչը տեղ, այս խոլերը, որ եմ մի սենյակում էր, մենակովի մի կեր պտտելով բերել եմ, ստեղ եմ հասցրել, ես էլ չգիտեմ, թե ոնց, բայց ստացվեց։ Մեկ այս կողմ, մեկ այն կողմ պտտելով, սահեցնելով բերել եմ։ Հիմա էլ Տաթևիս ես սիրուն, շորն եմ սահեցնում ու ես ծալքերը, որ սենց ամուր ձևով գծերը առաջացած, երբեմն ամուր քսելով, երբեմն թույլ քսելով, ուղղումներ եմ կատարում, որ վաղ այդ հարսանիքին Տաթևս, որ կգնա, ամեն բան կոկիկ լինի ու շողշողում։ Սիրելի հետևորդներ ջան,
Հնարավորինս ցույց տվեցի իր մոդելը։ Թե ոնց ասի, թե դա թևս ժամանակ ունենա, նաև կուզենա ձեզ միանա, մի երկու բառ փոխանակի ձեր հետ։ Արդեն գիտեք, որ դա թևն էլ է ազատ, սիրում, որ ձեզ միանա, ձեր հետ զրուցի։ Առաջ շատ էր կոմպլեքսավորվում, բայց արդեն սովորել է ձեզ, որի համար համ դուք եք ուրախանում, համ էլ ես։ Միշտ էլ դե կանայքս, աղջիկները, փոքր աղջիկ երեխաները միշտ էլ ավելի շատ են, չէ, կոմպլեքսավորվող, քան թե տղաները, չնայած տղաների մեջ էլ կան շատ ահավոր կոմպլեքսավորվող, խուսափող տեսախցիկի առաջ երևալու։ Ինչևէ, կգա դա թևս այսօր էլ աշխատանք է եղել, կգա մի քիչ էլ կզրուցենք, համով բաներ էլ եմ սարքել, բայց չեմ կարծում, որ այս ժամին ինչ-որ մի բան կուտի, կամ չայ կխմեմ, կամ էլ չգիտեմ։ Կտեսնեք, դա թևս ոնց կուզի։ Ավելի շատ ես հիմա տրամադրված եմ, որ ինչքան էլ այս ծալքերը հետ եմ քաշում, հետո այս արթուկը սահեցնում եմ, միևնույնն է, մեկ էլ տեսնում եմ, այդ գծերը դեռևս չի կորել։ Շատ չեմ ուզում այս արթուկի պարը խփել, ավելի լավ է իր խոնավությունը օգտագործեմ։ Դեռևս խոնավ է։ Նաև մի քիչ հաստոտ է, ինքը մի քիչ այս մատերիալը ունի հաստություն և շատ գրավիչ է իմ աչքին, հլավոր, պատկերացնում եմ, թե դա թևիս հագի, երբ որ արդեն պատրաստ վիճակով, ձուկված, զարդարված, մազերը հարդարած, մի խոսքով, ինչքան սիրուն կնստի, բարձր կոշիկներով ու այդպես։ Դե սիրելի հետևորդներ ջան, ես շարունակեմ այս մանր ծալքերը բացել, ու հարթեցնել։ Դեռ բարի գիշեր չեմ ասում, չգիտեմ ինչպես կընթանա, դա թևը կարող է գա, ուզի նաև այդ պահերի միանալ, չգիտեմ, նայած ոնց կստացվի։ Դրա համար այս պահին դեռևս բարի գիշեր չեմ ասում։ Իսկ եթե ավելի ուշ կգա ու չենք միանա ձեզ, թե ես, թե ինքը, միևնույնն է, գիտեք, որ ես միշտ իմ բարի գիշերը ձեզ եմ փոխանցում ու բարի լույսն էլ պարտադիր ասում եմ։ Իհարկե, այդ ամեն ինչը փոխադարձաբար, դուք էլ ինձ եք փոխանցում ու միասին լավ ենք զգում։ Այս պահին միայն կարող եմ ասել առայժմ, սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, խոսքը բերանից, դա թևս եկավ։ Դեռ մի քիչ էլ կա հարթուկել այս սիրուն շորից, մի կողմ եմ դրել, ու դա թևս այս համովությունները ուղիղ այս սեղանի վրա։ Ստեղ լիքը համովություններ են, այս էլ գնդհունիկի տաք լավաշն է։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, ես արդեն իմ տաթևով զբաղվեմ, այ հիմա բոլորիդ ասեմ բարի գիշեր, կմիանամ վաղ առավոտյան։